Բացարձակ որևէ մտավախություն չունեմ եւ պատրաստ եմ պաշտպանելու այն բոլոր բարբերությունները, նախադասությունները, որոնք կան, ես պատրաստ եմ պաշտպանելու գրականության կոնտեքստում իհարկե մինեն եւ ոչ մի մտավախություն չունեմ ու կարծում եմ եկել են ժամանակները, որ բացարձակապես թոթափենք մտավախություններից կլինի գրականության մեջ քաղաքացիական եւ հասարակական Տարիքային որ խմբին ես խորհուրդ տալիս Ոչ 16-ից բացի։ Ինչ ես կարծում ռազմական ոստիկանության մոտ հետաքրքրություն կառաջացնի։ Ուրախ կլինեմ, որ կարդան այս գիրքը եւ այդ կողմից տեսնեն իրենց։ Ինչ-որ հարցակնություն կանչելու եւ ակնկալում ես որ կլինի։ Բացարձակ չեմ մտածում դրա մասին, չեմ ուզում ընդհանրապես գրականությունը կապել այդ թեմաների հետ, բացարձակապես դրան դեմ եմ եւ կարծում եմ, որ այս վեպը հենց գրականության կոնտեքստի մեջ է գրված եւ որևէ կապ չի կարող ունենալ այդ չգիտեմ այդ խնդիրների հետ։ Իհարկե լավ կլինի, որ ուրախ կլինեմ, որ իմ գիրքը եւ կարդան բանակում եւ կարդան բանակից դուրս ուղղակի էլ եմ ասում, սա գրականության կոնտեքստ է եւ չեմ էլ մտածելու որևէ բանի մասին բացի գրականությունից։ Թեմայի ինքնությունը բանակում կապված է ներկա իրադրության հետ կապ ունի, թե ուղղակի իհարկե կապ ունի, չի կարող կապ չունենալ, ընթերցողները դա միանգամից կտեսնեն այդ կապը եւ այն ներաշխարհ եւ այն ներքին փոփոխությունները, որոնք զինվորների մեջ կատարվում են, հենց ներքին այդ ներհոսությունը կա գործում, այսինքն արտաքին ինչ-որ շտրիխներից ես փորձել եմ ձեռք ազատվել եւ հոգեբանական է, այստեղ հոգեբանություն շատ կա գործի մեջ եւ իհարկե իրականությանը եւ համապատասխանում եւ այնտեղ հորինվածքի հսկայական չափաբաժին կա, որը կարծում գրականության ամենակարևոր եւ կենտրոնական բաղկացուցիչ մասն է։ Ինչպիսին է բանակը գրքում ներկայացված մի քանի բառերի բնորոշ։ Ներկայացված է դրվագային սյուժեով, սա սյուժեն դրվագային է վեպում եւ իրադարձությունները կատարվում են եւ բանակում եւ բանակից դուրս եւ Երևան քաղաքում եւ այն աշխարհներում, որտեղ որ իրենց երջանիկ են զգում կամ զգացել հերոսները հիշողության պատառիկներում, որտեղ ցկտել են հիացել են, ինչ որ մանկական հիացմունքի երանգները եղել եւ հետո կորցրել են բանակում եւ հետո բանակում հիշողությունով փորձում են վերականգնել եւ հետ վերադառնալ այդ աշխարհից դեպի այնտեղ, որ լավ է զգում իրենց ավելի քան միջակայքը։ Իսկ այդ դեպքից հետո ինքնագրաքննություն չկա։ Իհարկե կա։ Կա ինչ-որ վաղ գրելուց կամ չգիտեմ։ Գրելուց բացարձակապես վաղ չկա, ուղղակի վերջնական երբ որ ընթերցում ես վեպը, հասկանում ես, որ այնինչ ցանկացել էիր չի ստացվել իրականում, որովհետև դու ցանկանում էիր մեծ գործ ստեղծել, ես չեմ կարող չասել, որ ինչ եղել է այդպիսի մեծ ցանկություն, որ իսկական եւ ճշմարտացի ու լավագույն գործերից մեկը գրեմ գրականության պատմության մեջ, բայց ինչպես Էրնեստ Հեմինգուեյն է ասում, երբեք չի ստացվի քեզ մոտ դա գրող, մոռացիր դրա մասին, կարծում եմ ինձ մոտ էլ չի ստացվել, բայց հուսով եմ եւ երազում եմ, որ ընթերցողները, ովքեր որ կարդալու են, նկատեն այդ փորձը, գոնե, որ այս գրական տեքստի մեջ փորձ է եղել ճշմարիտ իրական եւ լավագույնը ստանալու համար։ Իսկ ինչքանով է քո տեսած բանակը արտացոլված գրքում։ Դու ծառայել ես, չէ՞։ Իհարկե ծառայել եմ ներ հոգեբանական կոնտեքստում միայն, այն կոնտեքստում հոգեբանական, որի մեջ որ ես եղել եմ եւ դա փոխանցվել է գրքին։ Այսինքն այստեղ աշխատում է հոգեվիճակները հերոսների, ինչպիսի հոգեվիճակների մեջ են նրանք ընկնում, թեկուզ չնչին մի բառից, մի ստորացնող մի հանգամանքից, մի ապտակից, ինքնաօտարումից, այստեղ միայն սպայական կազմի հետ չէ արծարծում խնդիր, այնտեղ տղաները իրար են օտարում եւ ճակատագրերի